Այս օրերին Հայաստանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը եւ պաշտոնական բոլոր հանդիպումներում անդրադարձ է եղել Թրամփի ուղի նախագծին։ Քաղաքական որոշումներից զատ դրա իրականացումը կապված է նաեւ տնտեսական հաշվարկների հետ։ Արդյոք նախագծի իրագործումը գործնական փուլ է մտնում։ Այս եւ այլ հարցեր քննարկենք տնտեսագետ Թաթուլ Մանասարյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մանասարյան, մեր հրավերը ընդունելու համար։ Այս օրերին բոլոր քննարկումներում այս մասին են խոսվում, ոչ միայն ներսում, այլև դրսում։ Ընդհանրապես քննարկումները եւ կատարված գործնական քայլերը արդյոք խոսում են այն մասին, որ առավել մոտ է այդ ծրագրի իրագործումը։ Նախ շնորհակալություն հրավերի համար, կարծում եմ, որ այս քայլը վկայում է, որ կա հետևողականություն Միացյալ Նահանգների կողմից, որը բնորոշ է Միացյալ Նահանգների բոլոր վարչակազմերին եւ մնացածը բնականաբար մեր դաշտում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի, որտեղ Թուրքիան իր մասնակցությունը չի բացառում։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում պետք չի սպասել հաղորդակցությունների բացում, բայց շատ ավելի կարեւոր է, որ այդ ժամանակահատվածը, որը անվանում են նախապատրաստական շրջան, հաշվարկները լինեն հիմնավոր եւ բխեն Հայաստանի ազգային տնտեսության շահերից։ Դրա համար նախ եւ առաջ պետք է հստակեցնել օրակարգը, հատկապես շատ են խոսում բազմազանեցման մասին, արտահանման, ներմուծման աղբյուրների, սա հենց այն երանելի պահն է, որ բացվում են հաղորդակցության ուղիները, այսպես ասենք, ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար առաջին հերթին, բայց Հայաստանի Հանրապետությունը դրանից կարող է զգալի օգուտներ քաղել, եթե ունենա հստակ ամրագրված օրակարգում առաջնահերթություն։ Այ երբ որ ասում եք եթե ունենա, ինչպես եք դուք պատկերացնում այդ եթե ունենալը։ Ինչպիսին պիտի լինի ձեր պատկերացրած լավագույն լուծումը։ Լավագույն լուծումը հետևյալն է. նախ տեսլականը պետք է հստակեցվի։ Շատ ենք դրա մասին խոսում, բայց դեռ չի հստակեցվել։ Ես իմ կողմից իբրև փորձագետ պետք է ինքան հնչեցնեմ հարցը, որ կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը իրենց ներողություն տան, ասեն, սա է մեր ազգային տնտեսության զարգացման նպատակը, այսպիսի Հայաստան ենք ուզում տեսնել սրանից 10 տարի հետո, 20, 50, 100 տարի հետո։ Այն ինչ որ նորմալ է եւ մեր հարևանները առնվազն ունեն շատ հստակ ամրագրված։ Այստեղից պետք է բխեցնենք այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց նպատակը ֆիքսելիս լավագույն տարբերակը կլիներ, որ չինովնիկների հետ միասին դրա մշակմանն ու քննարկմանը մասնակցեին փորձագետները, քաղաքագետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք տեսնում են եւ այսօրվա տնտեսությունը անաչառորեն կարող են գնահատել եւ նաեւ որ պակաս կարեւոր չէ համաշխարհային միտումները կարող են լավ վերլուծել տարածաշրջանային զարգացումները նաեւ եւ հասկանալ որն է Հայաստանի տնտեսության որնախորշը որ կարող են գրավել տեսանելի ապագայում եւ դրան ուղենք բոլոր հնարավոր ռեսուրսներ իսկ այդ ռեսուրսները դասական իմաստով իմ պատկերացմամբ 4-ն են մարդկային ռեսուրսներ հանքահումքային կամ բնական ռեսուրսներ, արտադրական կամ տեխնոլոգիական, բարձր տեխնոլոգիական շատ ցանկալի է եւ վերջում իհարկե ֆինանսական ռեսուրսներ։ Եթե այս ամեն ինչի մասին մեր պատկերացումները համընկնում են, պետություն, մասնավոր հատված եւ փորձագիտական հանրություն, ապա մասնավոր հատվածը պետք է այստեղ մասնակցի եւս, այդ դեպքում արդեն կունենանք հավասարակշռված եւ հիմնավորված եւ հիմնանպատակ հեռահար եւ դրանից բխող խնդիրներ, պակաս կարևոր չեմ համարում ասել, որ նաեւ կրթական համակարգն ու գիտության համակարգը հստակ խնդիրներ կստանան, թե ինչ մասնագետներ են պետք եւ ինչ խնդիրներ է պետք լուծել եւ ինչպես։ Բնականաբար ապաշրջափակման թեման հիմա առավել ակտիվ է քննարկվում, բայց սա միայն այս տարիների խնդիր չէ, առավել վաղ է սա քննարկվել։ Ընդհանրապես ինչպիսի հաշվարկներ են արվել տարբեր տարիներին, եթե արվել են, եւ ինչպիսի արդյունքներ են դրանք ցույց տվել։ Ցավալիորեն որևէ կառավարություն իրեն նեղություն չի տվել անկախության տարիներին այդպիսի հաշվարկներ իրականացնել։ Ես ուզում եմ փոխարենը համատության համար նշել, որ Թուրքիայի Հանրապետությունում 2008 թվականին ծայր առած սկիզբ առած ֆուտբոլային դիվանագիտության կամ հենց այդ արձանագրությունների Շվեյցարիայում ստորագրած դրանցից անմիջապես հետո Թուրքիայի խորհրդարանը ձեռնամուխ եղավ քննարկումների եւ
դրա հաջորդ տարվա արդեն պետական բյուջեում նախատեսել էին ծախսեր, հստակ ծախսեր մայրաքաղաք Երևանում գրասենյակների վարձելու համար որքան եւ պետական եւ մասնավոր հատվածի համար, որտեղ ներկայացություններ պետք է լինեին, նաեւ սահմանամերձ գոտում ինչ պետական նշանակության հողերի վարձակալություն պետք է լիներ եւ ինչպես դրան կարող են, այսինքն բավական դինամիկ է ի տարբերություն Հայաստանի Հանրապետության զարգացումների, մեր հարևանների մոտեցումները եւ նրանց լուծումները նույնպես ի տարբերություն դարձյալ Հայաստանից ցավալիորեն պետք է սա արձանագրել փորձագիտական միտքը շատ պահանջարկված է եւ Ադրբեջանում եւ Թուրքիայում մենք track 2 կոչվող քննարկումներին բանակցություններին տարվա մեջ մի քանի անգամ տարբեր ձևաչափերով մասնակցում ենք եւ ակնհայտ է որ հենց նախագահական իրենց ապարատից կան երիտասարդներ եւ միջին տարիքի փորձագետներ, որոնք բավական լուրջ փորձառություն ունեն եւ իրենց գիտելիքը օգտագործում է ըստ անհրաժեշտության եւ հենց այս խնդիրների լուծման համար։ Հայաստանի Հանրապետությունում ուզում եմ ենթադրել, որ նույնը արվում է, բայց ոչ անկախ փորձագետների հետ, ինչը կարծում եմ լրացուցիչ դրական ազդեցություն կարող է ունենալ։ Բնականաբար այնինչ քննարկվում է միայն Հայաստանին եւ Ադրբեջանին չի վերաբերում։ Նաեւ Վրաստանը կա եւ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես, այսպես ասած, միջանկյալ օղակ տարբեր տարածաշրջանները միացնելու։ Եթե այդ հաշվարկները, ընդհանրապես նախագծերը գնան այն ճանապարհով, որը դուք օրինակ պատկերացնում եք, տնտեսական ինչպիսի հնարավորություններ կարող են տալ։ Տեսեք, բնականաբար մենք պետք է իմիտի ունենանք ավելի լայն համագործակցությունը։ Երկկողմ համագործակցությունը մի քիչ արագացված է, ասենք բնականից ավելի այսպես արագ տեմպերով է ընթանում, թող դա հաջողություն բերի միայն, բայց մենք պետք է նայենք տարածաշրջանին որպես մեկ միավոր, եթե արտերկրի ներդրողի աչքերով ենք դիտարկում տարածաշրջանը, ապա որևէ երկիր, ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանը գրավիչ շուկա չեն կարող լինել լուրջ ներդրումների համար, հատկապես տրանսազգային ընկերությունների համար։ Եվ ուզենք թե չուզենք, վաղ թե ուշ Կովկասում պետք է ձևավորվի ընդհանուր շուկա, միավորվեն ռեսուրսները, փոխլրացվեն հնարավորությունները եւ կարողանանք կա հարաբերական կամ համատական առավելությունների տեսություն, որ դարեր առաջ Սմիթն ու Ռիկարդոն են առաջարկել, բայց 21-րդ դարում իմ խորին համոզմամբ եւ պատիվ ունեմ այդ տեսությունը ներկայացնելու եւ միջազգային տարբեր գիտաժողովներում առաջին հավանություն արժանացել է համագործակցային առավելությունների տեսություն։ Սա այն ժամանակահատվածը չի, որ մի երկիրը մյուսի հետ մրցակցելով ցույց տա մկաններ եւ շահեկան դուրս գա, մյուսը վնասվի։ Եվրամիության փորձը թեկուզ վկայում է, որ համագործակցային առավելություններն են, որ ուժեղացնում են ամբողջ միությունը իր բոլոր խնդիրներով հանդերձ, cooperative advantages։ Եվ եթե սա մեզ հաջողվի անել Վրաստանի մասնակցությամբ, ինչքան շատ լինեն քաղաքատնտեսական շահեր, որտեղ տնտեսականը չի կարող առանձնանալ քաղաքականությունից, որքան կարողանանք մենք փոխկախվածություն իրարից ձևավորել, եւ այստեղ ես անպայման առաջատարի դերքերում տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ գիտատար ճյուղերը, բարձր տեխնոլոգիաները, այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաները, թե որոշ շապով որոշ ժամանակահատված զիջեցին Ադրբեջանին եւ Վրաստանին, բայց մենք հսկայական ներուժ ունենք եւ այդ ներուժը պետք է օգտագործենք, նաեւ ինտեգրենք տնտեսության։ Այսօր դրանք կան, մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները շատ հաջողությամբ են գործում եւ սպասարկում են արտերկրի ընկերությունների պատվերները, բայց մի ուրիշ լուրջ խնդիր է, որ այդ ամեն ինչը որևէ աղերս չունի Հայաստանի տնտեսության հետ, այսինքն Հայաստանի տնտեսության մրցունակությունը դրանից չի ավելանում կամ չի պակասում։ Եթե մենք կարողանանք ինտեգրել, նաև պահանջարկ ձևավորել հայաստանյան ընկերությունների կողմից ծրագրավորման տարբեր ձևերով, այստեղ մենք արդեն կունենանք իդեալական պատկեր, որը նաև լոկոմոտիվ կլինի Հայաստանին առաջ տանելու, իսկ տեղեկատվական բարձր տեխնոլոգիաները ես չէ որ պետք է ասեմ ինչ դեր են խաղում թվայնացման դարաշրջանում։ Հաջորդ հարցը ձեզ տալիս եմ ոչ թե որպես տնտեսագետ, այլ որպես դիվանագետ։ Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը արևմուտքի այս պահին ոչ միանշանակ է։ Արդյոք այդ քաղաքական խնդիրները կարող են ազդել ընդհանուր առմամբ այդ տնտեսական նախագծերի իրականացման վրա։
Հրաշալի հարց եք տալիս, ես ուզում եմ ասել, որ սա այսօրվա Վրաստանի համար ոչ թե արգելք կլինի, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, Վրաստանը ինչ պիտակներ կպցնեն, Վրաստանը ունի իր ազգային պետական շահերը շատ հստակ եւ շատ սթափ է գնահատում այն կապերը եւ ազդեցությունները, որ արտաքին աշխարհից կրում է, առանց ավելորդ ողջավորությունների կամ զիջումների, այս դեպքում կարողանում է հավասարակշիռ քաղաքականություն վարել, որը հեշտ չէ, որովհետև կա գրանտակերների մի հսկա զանգված Վրաստանում, որը պարզապես զրկվել է ժամանակին 32 միլիարդ եվրոյի հասնող այդ ծավալից եւ հիմա խնդիր կա նոր օրենքի ընդունումից հետո հատկապես եւ որը շատ այսպես ադապտացվեց ամերիկյան համանուն օրենքին ընդդիմախոսները արդեն բան չունեն ասել, որովհետև ազգային պետական շահերն են առաջ գնում եւ այլ երկրի փորձառությունը առաջատար երկրի փորձառությունն է հաշվի առնվում։ Չեմ ուզում իդեալականացնել պատկերը, բայց կարծում եմ, որ Վրաստանը շատ լավ կհասկանա իր շահերը տարածաշրջանում եւ չի կարող լինել, այստեղ արևմուտք-արևելքի հարցը չի, այստեղ պրո-ազգային, պրո-պետական մոտեցումներն են, որ պետք է դեր խաղան։ Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է եւ ուրիշ բան, որ Թուրքիայի հետ համաձայնեցված ունեն հերահար հարյուրամյակների ռազմավարություն, իրենց կարմիր գիրքը եւ այլն, բայց Վրաստան այս դեպքում կարծում եմ ինչ կառավարություն էլ որ գա Վրաստանում, ինչ իշխանություններ էլ լինեն, միևնույնն է նրանք գիտակցելու են տարածաշրջանը մեկ ընդհանուր շուկայի վերածելու եւ դրանից օգուտներ քաղելու անհրաժեշտությունը։ Վերջին շրջանում հատկապես քննարկման առարկա դարձավ ցորենի ներկրման հարցը։ Սա պաշտոնական մակարդակում նշեց, որ դիվերսիֆիկացման այդ հնարավորություններն էին փորձում։ Դուք ինչպես եք գնահատում իրավիճակը եւ ինչպես եք տեսնում ռիսկերը եւ հնարավորությունները։ Նախ ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք մեր հանրության հետ եւ չասենք, որ դա Հայաստանի Հանրապետության շատ կուզենայի, որ այդպես լիներ, որ Հայաստանի Հանրապետությունը իր դիվանագիտական կորպուսով եւ ոչ միայն նաեւ պատկան մարմին, օրինակ էկոնոմիկայի նախարարություն տարբեր գերատեսչությունները մասնակցեն եւ փորձագետներով եւ կարողանային համոզել այդ բանակցությունների լուրջ մասը կազմել, բայց իրականությունն այլ է, որովհետև ես շատ ակտիվ շփումներ ունեմ Ղազախստանի Հանրապետության հետ եւ փորձագետների հետ տարածաշրջանում նայած Ադրբեջան, Թուրքիա, Իրան եւ այլ։ Իրականությունն այն է, որ վաղուց պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդ պայմանավորվածությունը սպասում էր վավերացման վերջնական կանաչ լույսի Ադրբեջանի կողմից։ Ամեն դեպքում մեզ համար կարեւոր է, ամեն դեպքում մեզ համար նպաստավոր է։ Մենք պետք է ուղղակի հասնենք նրան, որ երրորդ, չորրորդ կողմերի մասնակցությամբ ավելի կանխատեսելի լինի այս կոմունիկացիաներով ղազախական կլինի կամ այլ երկրից ոչ միայն ցորեն, այլ նաև այլ ապրանքների ներմուծում, արտահանում, սա կարծում եմ օրակարգային հարց պետք է դարձնենք եւ մենք հնարավորին չափ լինենք պրոակտիվ, նախաձեռնող, մասնակից եւ ոչ միայն ազդեցություններ կրող եւ սպասենք, որ հարևան երկրի ղեկավարը ինչ հայտարարություն պետք է անի։ Սա ամենայն հարգանքով բոլորին ուզում եմ ուղղակի կոչ հնչեցնել, որ մենք ունենք ներուժը եւ դա չպետք է փոշիացնենք կամ անտեսենք։ Պարենային անվտանգության տեսանկյունից հարցը ինչպես է քննարկում։ Պարենային անվտանգության տեսանկյունից միանշանակ կարելի արձանագրել, որ սա շատ լավ շանս է բազմազանեցնելու ներմուծման աղբյուրները, ուրիշ բան, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև այլ աղբյուրներ որոնել եւ կախվածություն չունենալ 1-2 աղբյուրներից, գիտենք, որ հիմա 97% հացահատիկը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, ունենք կորուստ Արցախից, որ գրեթե 30%-ի չափով ծածկում էր, բավարարում էր մեր կարիքները, բայց նաև չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը չի սպառել իր հնարավորությունները Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզում, Սյունիքում, Վայոց ձորում եւ այն տնտեսությունները, որոնք ավանդաբար տասնամյակներով զբաղվել են հացահատկի մշակությամբ, պետությունը այստեղ հստակ անելիքներ ունի եւ գյուղացուն չպետք է մենակ թողի երաշտի հետ կամ այլ անբարենպաստ պայմանների, պարենային անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունի, բոլորս հասկանում ենք եւ չկա այդպիսի երկիր, որը ուղղակի ասի, որ շատ ինձ համար ձեռնտու է էժան գնով միայն ներկրել։ Մենք ավելին պետք է ասեմ, շատ չեմ բացվի, բայց ասեմ, որ պետական պահեստարանները, պետական ռեզերվները
մենք մի քիչ ավելի ժամանակային առումով պետք է ընդլայնենք, ունենանք ոչ թե մի քանի ամսվա, այլ չավարտված պատերազմի պայմաններում գտնվող երկիրը 1 տարի եւ ավելի պաշարներ։ Շնորհակալություն, պարոն Մանասերյան, ես Սիրով։ հիշեցնեմ իմ զրուցակիցը Թաթուլ Մանասերյանն էր։